Էպիկենտրոնի գլխավոր թողարկումն է եթերում, բարի երեկո։ Այսօրվա մեր թողարկման ընթացքում կարող եք դիտել Պատգամ և խորհուրդ։ Այսօր նշվում էր Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 94-րդ տարեդարձը։ Մեթոդական օգնություն Հայաստանին։ Գերմանացի և լիտվացի փորձագետները մենաշնորհից, գերիշխող դիրքի չարաշահումից և հակամրցակցային համաձայնություններից ձերբազատվելու գործում մեխանիզմներ առաջարկելուց առաջ հիշեցրել են քաղաքական կամքի դրսևորման անհրաժեշտության մասին։ Աննախադեպ համերգային ծրագիր Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։ Ժամկետան ծառագիլների ավարտվող ոդիսականը, երեխաներին սեքսի մասին գիրքը արժանացել է հայ ծնողների ոչ միանշանակ արձագանքին։ Ջահանգիր աղան, Սարդարապատի հերոսամարտը և հայ եզդիական դարավոր բարեկամության խորհուրդը։ Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության օրն է։ 1918 թվականի մայիսին հայկական կանոնավոր ուժերը և կամավորները կարողացան կյանքի ու մահու համար մղվող պայքարում փայլուն հաղթանակ տանել թվականակով անհամեմատ ավելի շատ թուրքական ուժերի նկատմամբ։ Ուղիղ 94 տարի առաջ Թիֆլիսում Հայ ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունը և Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը։ Անդրկովկասի քաղաքական ամբողջականության անկումով և Վրաստանի ու Ադրբեջանի կողմից անկախության հռչակման պայմանավորված հայկական ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն։ Այսպիսին է Հայաստանի անկախության հռչակագրում ամրագրված ձևակերպումը։ Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձով է հանդես եկել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Ուղերձում մասնավորապես ասվում է. Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս հանրապետության տոնի կապակցությամբ։ Մայիսի 28-ի մասին շատ է խոսվել ու գրվել, համոզված եմ դեռ էլի է խոսվելու, և բնական է, որովհետև սա մի բացառիկ իրադարձություն էր, որին մենք սպասել էինք երկար, որի մասին երազել էինք դարեր և որի համար իրենց զոհաբերել են ազգի լավագույն զավակները։ Այդ օրը մենք շրջեցինք պատմության անիվը և շրջեցինք ցանկալի ուղղությամբ։ Իրականում դարակազմիկ այդ փոփոխությունը սակայն կատարվել էր ավելի շուտ, կատարվել էր մեր հոգեբանության և քաղաքական մտածողության մեջ, երբ հայրենաբնակ հայությունը հասկացավ, որ սեփական հողի վրա պետք է ապրել ոչ թե որպես համայնք, այլ որպես պետություն, պետք է կռվել ոչ թե որպես ֆիդայական ջոկատ, այլ որպես բանակ, ապրել ու պայքարել որպես Հայաստան։ Ահա սա էր նոր հոգեբանությունն ու քաղաքական մտածողությունը։ Եվ մայիսյան հերոսամարտերը խարսխված էին առաջին հերթին հենց սրանց վրա։ Մայիսի 28-ին թղթի վրա արձանագրվեց այն, ինչ տեղի էր ունեցել մեր մտածողության մեջ և կռվի դաշտում։ Մայիսի 28-ն ինձ համար հատկապես թանկ է նրանով, որ այդ օրը մենք փոխեցինք մեր ինքնագնահատականը։ Ավելին, փայլուն ճակատամարտերն ու քաղաքական անկախության հայտը փոխեցին նաև օտարների գնահատականը։ Այդ օրը մենք բոլորին ասացինք, որ մենք կանք և չենք պատրաստվում չլինել, որ մենք ազգ ենք ու պետություն, ունենք շահեր և նպատակներ, որ վճռականորեն պաշտպանելու ենք մեզ, մեր շահերը և հետապնդելու ենք ազգային նպատակները։ Մենք պետականորեն որդեգրեցինք համամարտկային ու ազգային արժեքներ, համոզված լինելով, որ դրանք փոխլրացնում են միմյանց։ Մենք հեռու ենք մեր առաջին հանրապետությունը իդեալականացնելու մտքից, չենք մոռացել, որ այն նաև սովի, համաճարակների, գաղթականության և կիսամերձ որբերի երկիր էր, բայց դրանով նա մեզ համար դառնում է ավելի թանկ։ Մայիսի 28-ին հիմք էր դրվել նոր պետական կառույցի, որն ստանձնել էր մի հինավուրց ժողովուրդ կործանումից փրկելու առաքելությունը։ Սակայն կրկնում եմ, կատարվել էր ամենակարևորը, ծնվել էր հոգեբանորեն և քաղաքականապես նոր հայը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ ձեզ այս տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ բոլորիս խաղաղ աշխատանք և պետության հպարտ քաղաքացուն վայել նկարագիր։ Մաղթում եմ, որ միշտ արժանի լինենք մայիսի 28-ը նախապատրաստած հերոսների սխրանքին ու երազանքին։ Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 94-րդ տարեդարձի առթիվ Սարդարապատի հուշահամալիր են այցելել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ։ Դեպի Սարդարապատի հուշահամալիր տանող երթը վաղ առավոտից է սկսվել։ Շատերի համար այն ավանդական է։ Արդեն տասնամյակներ առանձնակի հպարտությամբ են մարդիկ բռնում մայիսյան հաղթանակների խորհրդանիշ համարվող այս ճանապարհը։ Մշտական այցելուների յուրաքանչյուր տարի ավելանում են նորանոր մարդիկ։ Սփյուռքահայ այս փոքրիկները մինչ Հայաստան գալն արդեն իսկ գիտեն, որ մայիսի 28-ի ծրագրի առաջին հատվածը հենց Սարդարապատի հուշահամալիր այցելությունն է լինելու։ Նախնիների հերոսական անցյալի մասին լսել են ծնողներից։ Գիտենք, որ երեք հատ ճակատամարտ կա՝ Ղարաքիլիսե, Փաշաբարան և Սարդարապատ։ Շատ հրաշալի է և 12 զանգերը առաջին անգամ եմ տեսնելու։
Սարդարապատի հերոսամարտի եւ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 94-րդ տարեդարձի արդիվ տոնական միջոցառումները մեկնարկել են վաղ առավոտից։ Այստեղ սպասում են մեր երկրի բարձրագույն ղեկավարությանը հանրապետության նախագահի գլխավորությամբ։ Մայիս 28-յան տոնախմբությունը համախմբել է բոլորին։ Առաջին հանրապետության հերոսական էջերի դասն այսօր էլ արդիական է։ Հերոսական ուղի խորհրդանշող այս ցուցանակների պատմությունը երեխաները լավ են սերտել։ Մենք ազատագրել ենք Շուշին, Բաշապարան, Ղարաքիլիսյան, Սարդարապատը։ Այսօր բոլորս հավաքվել ենք նշելու այդ տոնը։ Հյուրընկալություն ավանդական սեղանների շուրջ 2 պար։ Մինչ երեկո Սարդարապատի բարձունքում թևածում է տոնական շունչը։ Հանրապետության նախագահին են ներկայացում գրեթե կեսդարյա թանգարանի ցուցանմուշները։ Սարդարապատի թանգարանն այցելուներին է ներկայանում 70,000-ի հասնող նմուշով։ Նմուշներ, որոնք մեր նախնիների փառապանծ անցյալի կենդանի վկաներն են։ Քրիստինե Սուքիասյան, Մելիք Ղարիբյան, Էպիկենտրոն։ Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձով է հանդես եկել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Ուղերձում մասնավորապես ասվում է. Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հանրապետության տոնի առիթով։ Մայիսի 28-ը առանձնահատուկ խորհուրդ ունի յուրաքանչյուր հայի համար։ Այն խորհրդանշում է անկախ պետականության կերտման հայության անկոտրում կամքն ու ձգտումը։ Այդ առումով մենք հայերս բացառիկ ենք, քանի որ մեր պատմության ողջ ընթացքն ուղեկցվել է անկախության եւ ազգային պետականության համար մղված կենացու մահու պայքարով։ 1918-ի մայիսի 28-ն այդ պայքարի տրամաբանական շարունակությունն էր։ Հազարավոր հայ քաջորդիների կյանքի ու արյան գնով վերականգնվեց դարերով կորցրած հայոց պետականությունը, կյանքի կոչվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Նոր սերնդի քաղաքական գիտակցության մեջ միշտ պետք է վառ պահվի այն գաղափարը, որ անկախությունն ու ազգային պետականությունը անփոխարինելի արժեքներ են, որ յուրաքանչյուրիս անվտանգությունը, բարեկեցությունն ու բարգավաճումը պայմանավորված են մեր ազգի միասնականության ու ամուր պետականության արկայության գործոններով։ Կրկին ու կրկին շնորհավորելով բոլորիս մայիսյան այս գեղեցիկ տոնի առիթով, մաղթում եմ մեր ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն ու նորանոր հաղթանակներ։ Ավանդույթի համաձայն տոնական միջոցառումները անցկացվում են հայ ժողովրդի հերոս զավակների հիշատակը հավերժացնող Սարդարապատում։ Հենց այստեղ կասեցվեց թուրքական զորքերի ներխուժումը երկիր։ Սարդարապատի ճակատամարտի մայիսյան հաղթանակների ու դրանց խորհրդի մասին է Նաիրա Պողոսյանի պատրաստած տեսանյութը։ Սարդարապատ գյուղի բնակիչ Թաթոս Խաչատրյանն ապրում է այն հողի վրա, որն ազատագրել է հայրը Սաղաթել Հարությունյանը։ Լուսանկարներում երևացող հպարտ կեցվածքով, խրոխտ հայացքով սլացիկ ծերունին Սաղաթել Հարությունյանն է։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, Սարդարապատի ճակատամարտին, հաղթել է ճակատամարտն ու իր հայրենասիրական ոգին փոխանցել սերունդներին, ովքեր իր գործը շարունակել են Արցախում։ 1892 թվականին ծնված Սաղաթելն ապրել է 106 տարի, արդեն ալեհեր որդին հուզվում է հոր մասին խոսելիս, իսկ թոռը Սերյոժա Խաչատրյանը ոգևորությամբ բնութագրում է պապին, ում հերոսությունները փոխանցվում են սերնդեսերունդ։ Ինքը շատ լավ, հանգիստ, ուրախ, նորմալ ջահելների հետ նստում էր սեղան, շնորհքը ոնց որ ասած տղամարդավարի, ջահելները հələ մի բան էլ քեֆովնում ելնում էին, չէին կարում, բայց ինքը մինչև վերջ նստում էր սեղան, ուտում խմում, ելնում ջահելական միշտ կյանքի մեջ չի ծխե, ասում էր մախորկային տալի, ես բաժանում եմ իմ ընկերներին։ Միշտ հիշել եմ, որ ինքը կռվել է, միշտ ինքը պատմում էր իր այդ կռվի թուրքերի պատմությունները շատ լավ այնքան է տպավորվել իմ մեջ։ Եվ այսպես 1917 թվականին ռուսական զորքերը լքեցին Կովկասյան ռազմաճակատը։ Հայ ժողովրդի համար ստեղծվեց չափազանց վտանգավոր վիճակ։ Թուրքական զորքերի դեմ Կովկասյան ռազմաճակատում Տրապիզոնից մինչև Վանալիչ 400 կիլոմետր երկարությամբ կանգնած էին միայն հայկական կորպուսի զորամասերը։ Թուրքերն օգտվեցին իրավիճակից եւ 1918 թվականի փետրվարին խախտելով Երզնկայում կնքված զինադադարի պայմանագիրը անցան հարձակման, նպատակ ունենալով գրավել ոչ միայն արևմտյան Հայաստանի նահանգները, այլև արևելյան Հայաստանը։ Մայիսի 21-ից 29-ը սակայն Սարդարապատի Բաշապարանի Ղարաքիլիսայի ճակատամարտերը ձախողեցին հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը։ Այդ հաղթանակների շնորհիվ արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվեց հայկական պետականությունը։ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Սարդարապատը ինչքան որ հերոսական էր, այնքան էլ ողբերգական էր, որովհետև Սարդարապատը արդեն հարկադրական վերջի ճակատամարտն էր, ոչ թե դա սահմանի վրա ճակատամարտ էր, այլ հենց երկրի սրտում, արարատյան աշխարհում։ Հաղթանակները յուրաքանչյուր ժողովրդի առաջերտին հպարտություն եւ ինքնավստահություն են հաղորդում, առավել եւս փոքր ժողովուրդներին եւ առավել եւս դժբախտաբար այն ժողովուրդներին, ովքեր կյանքում պատերազմ, կոտորած եւ գաղթ շատ են տեսել։
Հուսահատ պայքարում, որը մղվում էր հանուն հայրենիքի, միաժամանակ 3 ուղղությամբ հայերը հաղթեցին այն դեպքում, երբ թվականակով մի քանի անգամ քիչ էին թուրքերից, եւ երկիրն անտեր էր, ժողովուրդը բսկտված։ Մայիս 28-ի մեր անկախության մեծագույն խորհուրդներից մեկը պետք է այն լինի, որ մենք իրապես ստեղծենք այնպիսի մի ուժեղ Հայաստան, որ վաղը մենք մի նոր ճակատամարտի, մի նոր հաղթանակի կարիք չունենանք, որ մեր ամենօրյա կյանքը վերածվի ինչ որ ձևի այդ հաղթանակների մի ընթացքի եւ ոչ թե դա բերի պարտությունների հետընթացի անիվի։ Սարդարապատի ազգային թանգարանը պահում պահպանում է 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի մասունքները։ Այստեղ ամեն ինչ պատմում է հաղթանակած հերոսների մասին՝ Արամ Մանուկյան, Դրաստամատ Կանայան, Դանիել Բեկփերումյան եւ այլ անմահ անուններ։ Այստեղ է, որ հայը իրեն իսկապես հպարտ է զգում, տեր է զգում իր մշակութային հարուստ ժառանգությանը, դրա համար մենք խիստ կարևորում ենք երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունը, որովհետև այստեղ միայն խոսքը չէ, այլ ոչ վերբալ եղանակով ցուցադրանմուշները բոլորը խոսում են մեր հերոսական անցյալի մասին եւ մեր հարուստ մշակութային ժառանգության մասին եւ մեզ աչալուրջ են պահում, որ այսօր էլ 21-րդ դարում էլ մենք տեր կանգնենք մեր ժառանգությանը։ Մայիսյան ճակատամարտերին է նվիրված Սարդարապատի հուշահամալիրը, որը կառուցվել է 1968 թվականին։ Այն բացառիկ է իր կառուցվածքով, անսովոր յուրահատուկ զուգակցումով։ Անկրկնելի են վեհասքանչ հաղթական զանգերը, թևավոր ցուլերը, արծիվները, զանգակատունը։ Ստեղծագործաբար իմաստավորված է ամեն մի գիծը։ 1918 թվականի մայիսյան մեր հաղթանակներն ամփոփվում են Սարդարապատում։ Վեհաշուկ այս կոթողն ամեն պահի հիշեցնում է, երբ հայը մարտնչում է պետության համար, հաղթում է միշտ։ Մեր հայրենակիցներին շնորհավորում ենք Առաջին հանրապետության տոնի առթիվ, իսկ հայրենիքին մաղթում նոր հաղթանակներ։ Նայրա Պողոսյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ 94 տարի առաջ այսօրը 12000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա վերականգնված հայկական առաջին հանրապետությունը թեև ունեցավ 2 տարվա կյանք, բայց այդ ընթացքում հասցրեց ընդարձակվել ավելի քան 5 անգամ, հասնելով 60000 քառակուսի կիլոմետրի։ 2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը, չնայած սոցիալ-տնտեսական ծանր վիճակին ու բոլոր կողմերից թշնամական հարձակումներին, կարողացավ տանել նաև փայլուն հաղթանակներ։ Առաջին հանրապետության տարածքային ձևափոխությունների մասին է Նայիրի Հոխիկյանի տեսանյութը։ Մինչև հիմա էլ թուրքական շատերը նույնիսկ փորձում են կեղծել պատմությունը եւ ոչ թե կեղծել այլ կերպ, բայց թուրքական պատմագրության հիմնական գաղափարը շարունակել, որ առաջին հանրապետությունը իսկապես Թուրքիան նվիրեց մեզ, բայց իրականում դուք լավ գիտեք, որ ձեռք բերվեց մայիսյան հերոսամարտերի արդյունքում։ Մայիսյան հերոսամարտերն ու դրան հաջորդած պետականության վերածնունդը թուրքական եւ խորհրդային քարոզչությունը փորձում են նսեմացնել գրեթե 1 դար։ 1918-ի Բաթումի պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ընդամենը 12000 քառակուսի կիլոմետր տարածք ուներ։ Դա ընդգրկում էր Սևանա լիճը, Երևանն ու Արարատյան դաշտի մի մասը։ Անգլիացիների դիպուկ բնութագրմամբ հայերը հնարավորություն ունեցան լճում լողալու, բայց չորանալու տարածք չստացան։ Հայկական բանակից սակայն մոտ 2 տարի պահանջվեց ավելի քան 5 անգամ ավելացնելու իր տարածքը։ 25000-անոց հայկական զորքն առաջին հարվածը հասցրեց Լոռիում եւ Ախալքալաքում հաստատված վրացական կողմին։ Արդեն 1918-ի դեկտեմբերին հայ զինվորները հայկական 2 գավառներից դուրս էին քշել հակառակորդին ու մոտեցել Թիֆլիսին։ Նրանց ճանապարհը փակեցին վրացիներին օգնության հասած անգլիացիները։ Հարևանների Ծիրանն առաջինը շտապեց իրական բարեկամություն հաստատել Հայաստանի հետ։ Վրաստանը ստիպված էր Զանգեզուրում ու Ղարաբաղում մի քանի ջախջախիչ պարտություններից հետո էլ Ադրբեջանը սկսեց հաշվի նստել հայկական պետության հետ։ Այն ցույց տվեց, որ հերոսական պայքարի ընթացքում հենց կանոնավոր բանակ աշխարհազորոնայի հետ միասին միավորման շնորհիվ կարող են հասնել լուրջ հաջողությունների։ 1919-ի գարնանը արդեն 40000-անոց հայկական զորքերը թուրքերի դեմ ճակատամարտերում ազատագրեցին Կարսի մարզը եւ Նախիջևանի գավառը։ 1 տարվա ընթացքում հանրապետության տարածքը հասավ 60000 քառակուսի կիլոմետրի, ոչ պաշտոնական թվերը խոսում են 84000-ի մասին։ Հաջորդ 1 տարում արդեն հարևան 3 երկրները տնտեսական շրջափակման միջոցով փորձեցին ծնկի բերել հզորացող Հայաստանին։ Մեր զորքի դեմ կռվելու ուժ չունեին ոչ վրացական ու ադրբեջանական ջոկատները, ոչ էլ աշխարհում ամենահզորներից մեկը համարվող թուրքական բանակը։ Առաջին հանրապետությանը հնարավոր էր հաղթել ներսից, ինչն էլ իրագործվեց ռուս-թուրքական պայմանավորվածությամբ։ Չնայած բոլշևիկների ներքին խռովություններին, մինչև 1920-ի սեպտեմբեր Հայաստանը հասավ միջազգային ճանաչման, ստորագրեց Սևրի պայմանագիրը, հոդս ցնդեցնելով թուրքերի աշխարհակալական նկրտումները։
Ինչպես Վեհի Փաշան հետագայում Բաթումի բանակցությունների ժամանակ ասել, որ հայերը ապացուցեցին, որ իրենք կարող են լինել աշխարհի ամենամարտունակ զինվորները, լավագույն կռվողներ, այո, հենց այս հանգամանքը ցույց է տալիս, որ թուրքերը իրենք էլ ընդունում էին հայերի իրոք հերոսությունը եւ դրա արդյունքում էր, որ ծնվեց հանրապետությունը։ 1920-ի օգոստոսի 24-ին, սակայն պայմանագրով ռուսական կողմը որպես Թուրքիայի տարածք ճանաչեց Կարսը, Արդահանը եւ Հայաստանի կազմի մեջ մտած այլ բնակավայրեր։ Ռուսների աջակցությունից ոգևորված թուրքերը մեկ ամիս անց առանց պատերազմ հայտարարելու հարձակվեցին Հայաստանի վրա։ Թուրքական զորքին դրսից օգնում էին ռուսները, Հայաստանի ներսում բոլշևիկ ապստամբները, որոնք հնարավոր ամեն կերպ կազմալուծում էին հայկական ուժերը։ Սովի, համաճարակի ու ներքին խռովությունների պայմաններում այնուամենայնիվ հզորացող երկիրը ստիպված էր իշխանությունը հանձնել խորհրդային զորքերին։ 1920-ի դեկտեմբերի 2-ից մինչև 21-ի հոկտեմբերի 14-ի Կարսի պայմանագիրը արդեն խորհրդային Հայաստանը կամովին թուրքերին հանձնեց 24000 քառակուսի կիլոմետր տարածք։ Հետագայում Ադրբեջանը ստացավ Ղարաբաղն ու Նախիջևանը, Վրաստանին նվեր տրվեց Ջավախքը։ Փայլուն հաղթանակների երկիրը որքան արագ հնգապատկել էր իր տարածքը, նույնքան արագ էլ առանց պատերազմի դրանք հանձնեց հարևաններին։ Նաիրի Հոխիկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Այս տարի եւս Նիգ ապարան հայրենակցական միությունը ապարանում մեծ շուկով նշել է Հայաստանի առաջին հանրապետության օրը եւ հարգանքի տուրք մատուցել պետության կազմավորման համար մարտնչած ու զոհված հերոսների հուշակոթողներին։ Ապարանի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակը վաղ առավոտից մարդաշատ էր ու տոնական։ Վաշ ապարանի հերոսամարտ եւ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օր։ Այս երկու առիթն է բոլորին մեկտեղողը։ Նիգ ապարան հայրենակցական միությունը պատվավոր նախագահի գլխավորությամբ նախ ծաղիկներ է դնում 1918-ի ազատագրական մարտերի հերոսների հուշարձաններին։ Հարգանքի տուրք մատուցելուց հետո ապարանցիները եւ մայրաքաղաքից եկածները երթով քայլում են դեպի Բաշ ապարանի, հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր։ 1918 թվականի մայիսի 28-ին ապարանցիները մեկ մարդու նման ոտքի կանգնեցին եւ կասեցին թշնամու առաջ խաղացումը։ 94 տարի անց այսօր ապարանցիները դարձյալ ոտքի են կանգնել, սակայն ոչ թե թշնամու առաջ խաղացումը կասեցնելու, այլև հարգանքի տուրք մատուցելու Բաշ ապարանի հերոսների հիշատակին եւ հաղթանակը տոնելու համար։ Օրվա կապակցությամբ ապարանցի ազատամարտիկներից 4-ն արժանացել են Պաշտպանության նախարարության հուշամեդալների։ Նման պարգևներն մեզի պարտավորեցնում են, որ մենք մեր աղբերների արունն չուրանանք, հետ բերենք։ Մենք ոչ մի բան չենք կորցրել ենք աղբերներ, բայց վերցրել ենք հող։ Մենք հպարտենք մեր հողի համար, մեր ժողովրդի համար, մեր ազգի համար։ Վիշտը մեծ է, բայց մեկ է, հպարտ ենք, որ ապրում ենք ազատ եւ անկախ երկրում, ասում են Արցախյան ազատամարտում զոհվածների մայրերը։ Հպարտ ենք, որովհետեւ այդ անկախության վերականգնման գործում մեծ է նաեւ մեր զավակների ներդրումը։ Դու այսպեսի բաներ էլ չտեսնեն իմ նման ծնողները։ Ես կորցրել եմ ծանր կորուստա, բայց կարամ ասել, որ այս կորուստն հանուն հայրենիքի է եղել։ Ազատությունը հենց այնպես չի տրվում։ Ազատ, անկախ երկրում ապրելու համար պետք է մարտնչել, պետք է հաշվետու լինել եւ ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել մեր պապերի արյամբ ու հաղթանակի շնորհիվ ձեռք բերված հայրենիքին։ Մեզանից յուրաքանչյուրը, եթե դա հասկանա, որ ազատությունը հենց դրա մեջ է, պիտի աշխատի, որ շենացնի, ծաղկացնի եւ բարեկարգի մեր երկիրը, մեր հայրենիքը, ի հիշատակ բոլոր նրանց, ովքեր այսօր զոհվեցին այս ճակատամարտում։ Բագրատ Կանայանը շատ բան չի հիշում իր պապի եղբորից Դրաստամատ Կանայանից, բայց հպարտ է այնքանով, որ Կանայան է եւ Դրոյի ազգականը։ Եթե այս ուղղությամբ Դրոն չկարողանար պաշտպանել այս ռուբեժը, կմիանային թուրքական զորքերի հետ, որոնք որ գրոհում էին Սարտարապատի կողմից, եւ մեծ կատաստրոֆ կլիներ Հայաստանի համար։ Տոնական միջոցառում, համերգային ծրագիր։ 94 տարի անց հայ ժողովուրդը մեծ ոգևորությամբ է նշում մայիսյան հաղթանակի օրը, որը հայ ժողովրդի համար դարձավ պետականության եւ անկախ պետության ձևավորման հիմնասյուներից մեկը։ Ես հպարտ եմ մեր ապարանցի նախնիներով։ Ես շնորհավորում եմ ապարանցիներին եւ ողջ հայությանը մայիսի 28-ի կապակցությամբ։ Մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի պատմության այն փառավոր էջերից են, որով այսօր հպարտանում է յուրաքանչյուր հայ։ Սարդարապատ, Բաշապարան, Ղարաքիլիսա։ Այս հերոսամարտերն ու հաղթանակները մեր պատմության մեջ դարձան այն բեկումնային հանգրվանը, որի շնորհիվ կերտվեց հայոց պետականությունը։ Պետականության շարունակականության արտահայտությունը այսօրվա մեր անկախ հանրապետությունն է, իր բոլոր ձեռքբերումներով։ Արթուր Հակոբյան, Հովհաննես Չափարյան, Էպիկենտրոն։
Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 4-ին Հայաստանը ժամանելու Միացյալ Նահանգների պետական քարտուղար Հիլարի Քլինտոնը։ Այցելության ընթացքում նախատեսվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի հանդիպումները Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Երևանում կայանալիք բանակցությունների օրակարգում ներառված են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներին, ինչպես նաեւ հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորանցմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մայիսի 25-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովը ներկայացրել է Հայաստանում կայացած ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ Եվրախորհրդի խորհրդարանական վեաժողովի դիտորդական առաքելության 13 էջանոց զեկույցը, որը ընտրությունների կազմակերպման վերաբերյալ քաղաքական եւ իրավական կոշտ գնահատականներ է պարունակում։ Զեկույցի եզրակացություններ բաժնում դիտորդական առաքելությունը Հայաստանի իրավասու մարմիններին կոչ է արել ձեռնարկել հնարավոր բոլոր անհրաժեշտ քայլերը հանրապետության վստահությունը ընտրությունների նկատմամբ ձևավորելու համար։ Եվրախորհրդի խորհրդարանական վեաժողովի այս զեկույցին եւ դրանում տրված գնահատականներին Հայաստանի իշխանության արձագանքին ավելի մանրամասն էպիկենտրոնը կանդրադառնա իր վաղվա թողարկումներում։ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի կողմից մայիսի 26-ից 27-ը Աղվերանում կազմակերպված կլոր սեղան քննարկմանը հայ մասնագետների ձեռք մասնակցել են նաև գերմանացի եւ լիտվացի փորձագետներ։ Կարճաժամկետ այցով Հայաստանում գտնվող փորձագետները բարձր են գնահատել այն փաստը, որ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը պատրաստ է հրապարակավ խոսել իր կառույցում առկա խնդիրների մասին, իսկ խնդիրները փորձագետների դիտարկմամբ բազմաթիվ են։ Խոսելով Հայաստանի տնտեսության մասին, լիտվացի փորձագետ Շարունաս Կեզերաուսկասը առանձնացրել է երկու կարևոր խնդիր՝ գերիշխող դիրքի չարաշահում եւ կարտելներ, հակամրցակցային համաձայնություններ։ Օրինակ բերելով իրենց երկրում գործող մեխանիզմները, օտարերկրացի փորձագետները խնդրի լուծման իրենց տարբերակներն են առաջարկել։ Օրինակ Լիտվայում օրենքով թույլատրելի են հանկարծահաս ստուգումները, ինչի արդյունքում ստուգվում են ընկերության համակարգիչները, նրանցում առկա ողջ ինֆորմացիայով հանդերձ։ Նման գործողությունները առավել նվազեցնում են տնտեսվարողների կողմից դրսևորվող մրցակցային գործողությունները եւ ստիպում նրանց զգոն լինել։ Առողջապահությունը եւ սոցիալական ապահովության ոլորտները շատ ավելի կարեւոր են բնակչության ժողովրդի տեսանկյունից, ուշադրության կենտրոնում են գտնվում եւ այդ պատճառով մեր ուսումնասիրությունները սկսել այս ոլորտներից կան որոշակի արդյունքներ, մենք այսօր պատրաստվում ենք քննարկել մեր ուսումնասիրության արդյունքները մեր միջազգային փորձագետների հետ։ Երևանի կոլորիտի անբաժանելի մասը հանդիսացող փակ շուկան, չնայած մինչ այդ արված հավաստիացումներին, կարծես թե ավանդում է հոգին։ Հին երևանցիների մտապատկերում շուկայից օգտվելը, առևտուր անելը եւ ծանր տոպրակներով տուն գնալը մի տեսակ բարի ավանդույթ էր դարձել։ Նոր սեփականատիրոջ կողմից փակ շուկայի տարածքում այս պահին իրականացվող շինարարական աշխատանքները միանշանակ չեն ընդունվում ոչ հարևանությամբ բնակվող, կեղտ ու փոշուց ու շինարարական աղմուկից զզված բնակիչների եւ ոչ էլ առավել ևս հին երևանցիների կողմից։ Մայրաքաղաք Երևանի պատմամշակութային անցյալի մաս կազմող փակ շուկան այսօր այսպիսի տեսք ունի։ Սա իմն է, իմ երեխաներինն է, իմ ծնողներինն է եւ այդ իսկ պատճառով մենք այստեղ այսօր հավաքվում ենք, որ մեր ոչը ասենք։ Այս երկրի քաղաքացիենք շատ լավ գիտենք պատմամշակութային արժեքը որն է, ինչ է, ինչ չի, բայց սա որ փուլ է գալի, խոլերայի բուն է, կռիվների լիքը, սա միածախը դուք չեք եկել, չեք ապրել այստեղ, չգիտեք։ Շուկայի առանձին հատվածներ այսօր արդեն խիստ վտանգավոր իրավիճակ են ստեղծում։ Փուլ է գալիս կամարը, թափվում են քարերը, դրան զուգահեռաբար ստվարացել են նաև տարածքում ապրող մարդկանց մտահոգությունները։ Այս տների 30%-ի մոտ արդեն թոքախ հիվանդությունը կա։ Գիտեք թե չէ։ Դա կապված է շուկայի։ Իհարկե, սա զիբիլն ու էս խոլերանը, բա ինչ է կապված։ Զիբիլը մաքրել խոլերանոցը վերացնել եւ ամրացնել շենքը։ Հարգելիս, ես ներողություն, ես ձեր հետ լրիվ կողմ եմ։ Ես լրիվ կողմ եմ, վերջին հաջող ես էլ եմ հասկանում, ինչ բան տեսնում եմ, բայց այստեղի այս դեմի կամարները իրականում հավատաց այդ փուլեր գալիս։ Բնակիչները իհարկե դեմ չեն մասնավորի կողմից իրականացվող վերանորոգմանն ու կառուցապատմանը, միայն թե օր առաջ վերջանա կեղտով ու փոշով ուղեկցվող այս մղձավանջը։ Շրջակա շենքերի բնակիչներն անգամ նամակով են դիմել Երևանի քաղաքապետարանին, խնդրելով համապատասխան թույլտվությամբ արագացնել մաքրման գործընթացը։ 30 տարի աշխատել է փակ շուկայում, չի հիշում մեկ դեպք, երբ գոնե մի անգամ շուկան վերանորոգված լինի։ Ես պասաժի տնօրեն եմ աշխատել, մսի տեղը։ Միսը բերում ենք, բայց կռիվները վխտում էին։
ինչ կեր, ոնց ուզում ենք չէին կարողանում, որ մենք կարողանանք անենք։ Ամեն ձևի սալամ դոստիկները կախված, կեղտերը կախված, ամեն բան կախված։ Հիմա որ սկսվել է, գոնե սարքեն վերացնեն, այդ կռիսանոցը վերանա, գալի լսում են մեր խանութները։ Հիմնական մեկնաբանությունը, որ տրվել է, այն է, աշխատանքները պետք է իրականացվեն մշակույթի նախարարության հետ նախագիծը համաձայնեցնելուց հետո։ Նոնա Գրիգորյան, Գևորգ Եփրեմյան, Էպիկենտրոն։ Տեղեկացնենք, որ Փակ շուկայի տանիքի քանդման աշխատանքները այս պահի դրությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրահանգով դադարեցվել են։ Տարածքում գտնվող քաղաքապետարանի աշխատակիցները ուսումնասիրում եւ վերահսկում են իրականացվող գործընթացը։ Տարածաշրջանային եւ միջազգային նորություններ։ Նաբուկո նախագիծը, որով նախատեսվում էր Կասպից ծովից եւ Կենտրոնական Ասիայից գազը հասցնել Եվրամիության երկրներ, ընթացիկ տարվա հունիսից հնարավոր է վերջնականապես չեղյալ հայտարարվի։ Անկախ փորձագետները հենց սկզբից կասկածի տակ էին դնում նախագծի տնտեսական արդյունավետությունը։ Չնայած դրան, եվրոպական կառույցները աջակցում էին Նաբուկոին, հայտարարելով, որ այն ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության էներգետիկ անվտանգության հարցում։ Վերջին շաբաթների ընթացքում մի շարք կազմակերպությունների, այդ թվում British Petroleum-ի նախագծի դուրս գալուց հետո գործարար շրջանակները նշում են, որ Եվրամիությունը ստիպված է վերանայել իր տեսակետը եւ համաձայնվել այն փակելու հետ։ Փորձագետները Նաբուկոյի տապալումը պայմանավորված է գազի համաշխարհային շուկայում տեղի ունեցած էական փոփոխություններով։ Միջազգային այլ նորությունների մասին տեսաշարով։ Հուլա բնակավայրում 108 մարդու կյանք խլած հարձակումների համար Սիրիայի իշխանություններին դատապարտող հայտարարություն է ընդունել։ Սիրիայի ներկայացուցիչը ժխտել, իսկ Ռուսաստանի ներկայացուցիչը Մոսկվայի կասկածն է փոխանցել, թե երկրի իշխանություններն են կանգնած Հուլայի բռնությունների թիկունքին։ Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին վստահեցրել է, թե Մոսկվայի համար բացարձակապես նշանակություն չունի, թե Սիրիայում ով է իշխանության, այլ որ բռնություններն ու սպանությունները դադարեն, սիրիացիները երկխոսեն ու իրենք վճռեն իրենց երկրի ճակատագիրը եւ Քոֆի Անանի խաղաղության ծրագրի կետերն իրականացնեն հակամարտության առանց բացառության բոլոր կողմերը։ Թուրքիայի վարչապետ Էրդողանի Ստամբուլյան գրասենյակի առջև բողոքի ցույցի էին դուրս եկել մոտ 50 կին։ Այս օրերին նրանք վարչապետի միակ քննադատները չեն զուտ կանացի խնդիրների բանավեճի մեջ։ Բանն այն է, որ շաբաթավերջին վարչապետը քննադատել է կեսարյան հատումով ծննդաբերությունը, իսկ հղիության արհեստական ընդհատումը անվանել մարդասպանություն։ Թուրքիայում աբորտն օրինական է համարվում մինչև հղիության 10-րդ շաբաթը։ Քաղաքական ընդդիմադիրներն Էրդողանին կոչ են արել վերջ տալ իրենց բնորոշմամբ կանանց մարմինների միջոցով քաղաքական դիվիդենդներ շահելը։ Հունաստանում լրագրողներն այսօր սոցիալական պահանջներով գործադուլի էին դուրս եկել եւ չեղյալ հայտարարել լրատվական թողարկումները։ Աթենքի լրագրողների միության նախագահ Դմիտրիս Դրիմիսը Reuters հեռուստակայանին ասել է. «Մենք ուզում ենք, որ բոլորը հասկանան, աղքատ ու անապահով աշխատողներով լուրեր չեն կարող լինել, իսկ երկիրը առանց լուրերի»։ Վրաստանի անկախության օրը մայիսի 26-ին մայրաքաղաք Թբիլիսիում զորահանդես էր, իսկ նրանից 300 կիլոմետր հեռու Քութայիսի քաղաքում կառուցված նոր շենքում խորհրդարանը իր առաջին նիստն էր գումարում։ Նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հասցրեց այդ օրը թե զորահանդեսն ընդունել եւ թե падգամավորներին դիմել նոր շենքում։ Նախագահն ասաց, որ անկախության տոնը իրենք նշում են այնպես, ինչպես 1918-ին երազել են իրենց նախնիները, սակայն ավելացրեց, որ իրենց պետության մի մասը իր բնորոշմամբ դեռևս կայսրության լծի տակ է, իսկ հազարավոր իրենց քաղաքացիներ փախստական։ Միխայիլ Սաակաշվիլին վերջում ասաց, թե քանի դեռ նրանք փախստական են, ինքն ամուր տուն ունենալ չի կարող ու ինքն էլ է իրեն փախստական զգում։ Թբիլիսիի Ազատության հրապարակում ոչ պաշտոնապես մեկնարկել է աշնանկայանալիք խորհրդարանի ընտրության քարոզարշավը։ Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հիմնած վրացական երազանք շարժման մոտ 20,000 աջակից մասնակցել է հանրահավաքին։ Իվանիշվիլին Վրաստանի իր քաղաքացիությունը դեռևս չի վերականգնել, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները։ Ռուզան Խաչատրյան, Էպիկենտրոն։ Էպիկենտրոն միջազգայինի տաղավարում Ռուզան Խաչատրյանը թեման շարունակում է փորձագետ Վահե Սարգսյանի հետ։ Շնորհակալություն Գրիգոր, Վահե, կարծես թե Բիձինա Իվանիշվիլին դեռևս առաջին եւ միակ ծիծեռնակն է, որը ոչ պաշտոնապես թեկուզ սկսել է քարոզարշավը, այսքան շուտ, որ սկսել է, քո կարծիքով թափը որքան է, մինչեւ ուր է հասնելու։ Այո, ինչպես գիտենք, ապրիլի 21-ին վրացական երազանք ընդդիմադիր բլոկի, ընդդիմադիր այսպես կազմակերպության միջոցով ստեղծվեց վրացական երազանք ժողովրդական Վրաստան արդեն կուսակցությունը, եւ որը որ մայիսի 8-ին գրանցվեց Վրաստանի
ազգային արդարադատության նախարարությունը որպես պաշտոնական կուսակցություն, եւ այս կուսակցության անդրանիկ հանրահավաքն էր, որ տեղի ունեցավ մայիսի 27-ին, եւ այստեղ այս հանրահավաքում կարևորը ուրեմն նա էր, որ թե ինչքանով կհաջողվի Բիձինա Իվանիշվիլուն միավորել ընդդիմադիր դաշտը, քանի որ մինչև այդ մենք արդեն նշել ենք, որ Վահագին պառակտում կա, հատկապես Բուրջանաձեի թևի վրացական հավաք, այսպես ընդդիմադիր մյուս բլոկի, որ ղեկավարներից մեկը Նինո Բուրջանաձեն է, այս հանրահավաքը ցույց տվեց, որ բացի նրանից, որ ծանրագշիր ներկայություն կար բավականին, քանի որ հանրահավաքին մասնակցում էր տարբեր թվերով մոտ 50-ից 110,000 մինչև մարտ, տարբեր տվյալներով, բացի նրանից, որ մասնակցում էր նախագահի նախկին թեկնածու Լևան Գաչեչիլաձեն, հայտնի ֆուտբոլիստ Կախա Կալաձեն եւ նաեւ նոր կազմակերպություն բավականին ծանրագշիր Վրաստանի ընտրողների լիգա հասարակական կազմակերպությունը եւ այլն, այլ նաեւ որ այս հանրահավաքի մասնակցում էր վրացական հավաք կուսակցությունը, ընդդիմադիր բլոկը, որը որ ղեկավարներից մեկը Նինո Բուրջանաձեն է, որը որ շատ ծանրագշիր էր դարձնում հանրահավաքը եւ կարծես թե եւ նաեւ Բուրջանաձեի հայտարարություններից երևաց, որ միտում կա միավորման, որը որ արդեն ահագին մեծացնում է Բիձինա Իվանիշվիլու հաջողության տոկոսները հետագայում նաև ուրեմն առավել լայն թափ ստանալ։ Ի հաշիվ միավորման։ Ի հաշիվ ընդդիմադիր դաշտի միավորման, իսկ ինչ վերաբերում է հետագա ընթացքին, ապա թեժ ամառ է սպասվում Վրաստանին, քանի որ Իվանիշվիլին արդեն հայտարարեց հաջորդ հանրահավաքի օրը հունիսի 7-ին Քութայիսիում եւ հետագայում նաև մնացած քաղաքներում, մինչեւ որ ինչպես ինքը նշեց, պետք է մինչեւ աշուն իր ուրեմն հանրահավաքների այսպես շղթան ընդգրկի ամբողջ Վրաստանը, վերցնելու ենք ամբողջ Վրաստանը, ինչպես պատկերավորի ինքը ասեց, եւ եթե այսպես շարունակվի եւ միավորումը տեղի ունենա, կարծես թե բավականին ծանրագշիր ուժ է ստացվում Վրաստանում, հաշվի առնելով նաեւ Իվանիշվիլու կարողությունները եւ նաեւ մեծ արդեն ուրեմն ընդդիմադիր մեծ ծանրագշիր հագազդող ուրեմն ուժ վրացական իշխանություններին աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այն որ հասկացանք Բիձինա Իվանիշվիլին չի թողնելու առնվազն որպեսզի իր համակիրները ամառային արձակուրդներին հանգստանան, դա պարզ է, մի բան ինձ համար պարզ չմնաց, նախորդ անգամ դու ասացիր, որ սահմանադրական փոփոխություններ են հատուկ տեղի ունեցել, որպեսզի նա ի վերջո քաղաքացիություն ստանա, որովհետև Եվրամիության ցանկացած երկրի քաղաքացուն թույլատրվելու է նաև Վրաստանի քաղաքացիություն ձեռք բերել, բայց նա դեռևս չունի քաղաքացիություն, ինչու է այդ դեպքում։ Այո, վրացական իշխանությունները շատ տարօրինակ ձևով վարվեցին, կարծես թե կարելի էր հենց քաղաքացիություն տալ կամ ընդհանրապես չզրկել Իվանիշվիլուն քաղաքացիությունից եւ հարցը կարող էր վերջանալ, բայց այս քայլի փոխարեն վրացական իշխանությունները ավելի գլոբալ գնացին հարցի լուծմանը, փոխեցին սահմանադրությունը մեկ մարդու համար, որպեսզի կարողանա Եվրոմիության քաղաքացիները, որոնք որ 5 տարի ապրել են, իսկ Իվանիշվիլին հայտարարել էր, որ 2004-ից արդեն ապրում է Վրաստանում, այսինքն այս միջոցով փորձեցին ընդառաջ գնալ, իսկ հետաքրքիրն այն է, որ Իվանիշվիլին հրաժարվեց նաեւ այս վրացական իշխանությունների ընդառաջ գնացող քայլից եւ կոնկրետ հարցը դրեց, որ կամ իրեն տրվում է քաղաքացիություն Վրաստանի, կամ ինքը գործում է օտարերկրացիների մասին օրենքի դաշտում։ Այսինքն Իվանիշվիլին շատ կտրուկ է ուրեմն իր դիրքորոշումներում եւ կարող է թեկնածու առաջադրվել, եթե օտարերկրացի է։ Ինքը այս օրենքով կարող է եւ առաջադրվել եւ ընտրել եւ ընտրվել, այսինքն լավ հնարավորություններ են տրվում Իվանիշվիլուն, սակայն նա հրաժարվում է ներկապահին նաեւ այս վրացական իշխանությունների ընդառաջ գնացած քայլից։ Շնորհակալություն Վահե, Գրիգոր, ես հիշեցնեմ, որ Էպիկենտրոն միջազգայինի տաղավարում ինձ հետ այսօր փորձագետ Վահե Սարգսյանն էր, խոսափողը փոխանցում եմ գլխավոր ստուդիա։ Շնորհակալություն Ռուզան։ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը շարունակում է մշակույթի ոլորտին ուղղված աջակցությունը։ Հիմնադրամի ջանքերով հայ հանդիսատեսը համերգային նոր ու աննախադեպ ծրագիր ունկնդրելու հնարավորություն է ստացել։ Երբ հնչում է երաժշտությունը, խոսում են զգացմունքները, իսկ երբ հնչյուններին միանում է նաև նկարչությունը, բառերն ավելորդ են դառնում։ Արդեն մի քանի տարի է, ինչ աշխարհահռչակալտիստ Մաքսիմ Նովիկովն ու հայտնի նկարիչ ամերիկահայ Գևորգ Մուրադը աշխարհի տարբեր երկրների հանդիսատեսին զարմացնում ու հիացնում են կենդանի կատարումների ներքո կյանքի կոչվող նկարներով։ Համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետներն այսօր արդեն Հայաստանում են։ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ նրանց հաջողվում է իրագործել նաև Հայաստանում համատեղ ելույթ ունենալու գաղափարը։ Какие-то вещи, которые забыты, мы сейчас пытаемся их
донести до всего мира. Особая благодарность Гаге Царукяну. Я надеюсь, у нас большое будущее. Все люди, которые помогают нам в данный момент, они помогают армянской культуре. Շատ մարդ ասում են, որ չենք կարողանա Երևան կամ Հայաստան գալ, քանի որ օգնություն չկա։ Երբ որ տեսնում եմ, որ այստեղի մարդիկ քնահատում են եւ օգնում են, ես գալիս եմ մենակ հաճույք, որ հայրենիքի մեջ կարամ մի բան անեմ։ Նախադեպը չունեցող համերգային ծրագիրը միջոցառման մի մասն է միայն։ Հայ եւ ռուս արվեստագետների նախաձեռնությամբ Աղթամար լեգենդի հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերան հաջորդ անակնկալն է։ Կինոնկարում հնչող Արամ Խաչատրյանի սոնատա երգը կատարում է Մաքսիմ Նովիկովն ինքը։ Ֆիլմի ստեղծման հիմքում հայ մեծանուն կոմպոզիտորի վերջին ստեղծագործությանը երկրորդ կյանք պարգևելու գաղափարն է։ Բարձր գնահատելով Գագիկ Ծառուկյանի ամենօրյա եւ հետեւողական ուշադրությունը արվեստի տարբեր ճյուղերի նկատմամբ, ֆիլմի ռեժիսոր Լուսինե Խաչատրյանն ընդգծում է, հերթական այս նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ իդեմս Գագիկ Ծառուկյանի մշակույթն ու ստեղծագործ մարդիկ այսօր մեր երկրում հզոր աջակից ունեն։ Սա պարոն Ծառուկյանի հերթական աջակցությունն էր մշակույթին, հայ մշակույթին եւ շատ իմ խորին երախտագիտությունը պարոն Ծառուկյանի բարեգործական հիմնադրամին։ Ես համոզված եմ, որ միշտ մեր կողքին կանգնած է եւ շատ շնորհակալ եմ իրեն, որ ինքը կա։ Ծափողջունների տեղատարապ բուրըն ոգևորություն բարձրաճաշակ արվեստի սիրահարներն ընդգծում են, հայ հանդիսատեսը նմանօրինակ միջոցառումների կարիք շատ ունի։ Ես երաժշտական համար մեզ համար նորություն էր եւ Արամ Խաչատրյանի վերջին ստեղծագործությունը ես կարող եմ ասել, որ ես չէի լսել։ Նմանատիպ միջոցառումների կարիք հայասարակությունը ունի եւ եթե շատ կազմակերպի շատ լավ կլինի։ Տպավորված եմ, որովհետեւ այդ տեսակ ճաշակի պակասը կա եւ երբ որ ես լսում էի այդ դասական երաժշտությունը, ես ինձ բռնացրի, որ ես իսկապես դրա կարիքը ունեի։ Գագիկ Ծառուկյանն այն միակ մարդն է, որ դեմքով շուռ է եկել դեպի մշակույթ եւ ինքը անձամբ սկսել է աջակցել օգնել մշակույթին, ինչպես բարձրացրեց սպորտ, այնպես որ նա աջակցելու է մշակույթին եւ շատ ուրախ եմ իրեն նմանատիպ վերաբերմունքի համար։ Վարդուհի Մելտոնյան, Մհեր Կիրակոսյան, Աշոտ Համբարձումյան, Էպիկենտրոն։ Էպիկենտրոնի այսօրվա գլխավոր թողարկումն ավարտվեց, բարեկամներ, ցտեսություն։